Գավառ համայնքի 4 դպրոցներում հիմնվել են ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ։ Գավառի համար 8, Նորատուսի համար 2, Լանջաղբյուրի և Ծովազարդի միջնակարգ դպրոցների ավելի քան 100 աշակերտներ գրավված է ամենատարբեր թեմաներով վերապատրաստումներում։ Դրանք ուղղված են մասնակիցների անձնային աճին որպես համայնքային խնդիրների նկատմամբ պատասխանատվություն կրող քաղաքացիների։ Պատանիների և երիտասարդների կարողությունների հզորացմանն ուղղված այս նախաձեռնությունն իրականացնում է Սոցիալական երկխոսություն հասարակական կազմակերպությունը ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ Դիմուսույց 2 ծրագրով։ Աշակերտները ստանալու են գիտելիքներ առաջնորդության թեմայով, հաղորդակցման հմտությունների թեմայով, թիմ գործառույթների թեմայով են վերապատրաստվել, քննադատական մտածողության թեմայով եւ այս ամբողջը օգնելու է երիտասարդներին ձևավորել եւ իրացնել իրենց մասնակցային իրավունքները համայնքային կյանքում։ Վերապատրաստումներն իրականացվում են ծրագրին միացած դպրոցներում։ Նոր գիտելիքներն ու հմտություններն աշակերտներին փոխանցվում են ոչ միայն տեսականորեն, այլ նաև գործնական աշխատանքների և ինտերակտիվ խաղերի միջոցով։ Յուրաքանչյուր խմբում աշխատում է 2 մասնագետ, մեկը տվյալ դպրոցի մասնագետն է եւ մյուսը վերապատրաստված մեր ՀԿ-ից միացած մենթոր է։ Զույգով են աշխատում դպրոցների հետ ավելի համակարգված, ավելի բովանդակային դասընթացներ մատուցելու համար։ Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության եւ դրան իրենց հնարավոր մասնակցությունն ունենալու մանրամասներին ծրագրի շահառու դպրոցականները տեղեկանում են հենց համայնքապետարանում ուսումնական այցերի շրջանակում։ Ծրագիրը հնարավորություն տվեց առավել լավ պատկերացնելու մասնակցային բյուջետավորման գործընթացները եւ ես որպես երիտասարդ կարող եմ ներգրավել համայնքային գործընթացներում։ Պարբերաբար վերապատրաստվում են նաև ծրագրի մենթորները։ Հերթական վերապատրաստման թեման քննադատական մտածողությունն է, որպես ամեն տեսակ, երբեմն նաև անանուն աղբյուրներից եկող տեղեկատվական հոսքերի դեմ պաշտպանական միջոց։ Այս առումով երիտասարդներին հզորացնելու կարիք կա։ Կարևորում է բանախոսը, որպես փաստարկ բերելով այն հանգամանքը, որ առցանց միջավայրերի հիմնական օգտագործողները հենց երիտասարդներն են։ Ու նաև տարիքային առումով էլ ավելի էմոցիոնալ են, իմպուլսիվ են եւ ռիսկը, որ կարող են հայտնվել տարբեր ազդեցությունների տակ, մեծ է։ Դրա համար մենք հատկապես երիտասարդներին ենք կարևորում եւ որպես պաշտպանվելու միջոց եւ որպես մարդիկ, որոնք ապագայում իրենք էլ պետք է սովորեցնեն հաջորդ սերունդներին մտածել քննադատորեն։ Ծրագրի ավարտին մասնակից դպրոցականները փորձելու են ֆոնդ հայթայթմամբ եւ նոր գործընկերների ներգրավմամբ հանդես գալ համայնքային նախաձեռնություններով։ Նրանք նաև ընտրելու եւ մշտադիտարկելու են իրենց կամ որևէ այլ բնակավայրում իրականացվող մեկական ծրագիր։ Ակտիվ քաղաքացիական կրթության ակումբներ Դիմուսույց 2-ը իրականացվում է երիտասարդները գործելիս Հայաստանում երիտասարդների զորեղացման եւ առաջնորդության խթանման ծրագրով, որն իրականացնում են World Vision Հայաստանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը եւ Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համատեղ Եվրոպական միության եւ Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։